որպես վարկած կարող էր ըստ կյանքի իրավունք ունենալ նաև այն թեզը, որ այս միջադեպով կամ այս մահափորձով կամ ինչպես ուզում եք դա անվանեք, կարող էր եւ ձևավորվել քաղաքական զարգացումների հետևյալ սցենարը, որ առաջանում են տեխնացիներից մեկի համար անհաղթարելի խոչընդոտներ, ոչ միայն երկուշաբթյա ժամկետի, այլ նաև ավելի երկարաժամկետ հատվածի համար եւ կարող է ձևավորվել նոր քաղաքական իրավիճակ, այսինքն անհրաժեշտություն նշանակել նոր ընտրություններ, բնական է նոր ընտրություններ, նոր առաջադրումներով եւ համաձայնեք որակապես նոր քաղաքական կոնֆիգուրացիա, որտեղ այս միջադեպ անկասկած իր հետևանք այդ դեպքում կթողներ։ Երևի պարույրը սա է նկատի ուներ, երբ որ ասում ես, ես չեմ կարող ոչ պաշտպանել, ոչ չերկել, որովհետև թեկուզ տեսականորեն դա նույնպես հնարավոր էր։ Թեկուզ տեսականորեն դա նույնպես հնարավոր էր։ Ես չեմ կարծում, որ հիմա արժի շատ սևեռվել նման հարցադրումների վրա։ Ակնհայտ է մի բան, որ անկախ շարժառիթներից, անձնական շարժառիթից սկսած վերջացած ենթադրենք դավադրություն, հետևանքները քաղաքական են եւ նրանք ունեն մեր հանրային կյանքի բնականոն ընթացքը շեղելու վրա ազդեցություն կարող են ունենալ հանրային կյանքի բնականոն զարգացումները շեղելու ուրեմն ազդեցություն եւ եթե քաղաքական գործիչները ինչ որ բանաձևումներ են տալիս կամ գնահատականներ կամ որակումներ, ապա նպատակը շատ հետեւյալն է, որ հատուկ ծառայությունները դասեր քաղաքին, որտեղ համաձայնեք, որ այստեղ այդ խնդիրն էլ գոյություն ունի, չէ՞, եւ հանրությանն է համար հարկավոր, եւ բայց ամենակարևորը որ հատուկ ծառայությունները կարողանան ճիշտ եզրակացություններ անել։ Կրկնում եմ, ես ինքս էլ եմ ասել, որ այստեղ եւ կարող են ներքին ուժեր, կարող են ես նույնիսկ ասել, կարող են արտաքին ուժեր այս նախաձեռնության մեջ ներգրաված լինել, բայց տվյալ դեպքում կրկնում եմ շատ դժվար կլինի մեկնաբանել, բացահայտել կամ ասել այո, դա այդպես էր։ Որպես վարկած բոլոր տարբերակներն կարող են առավիտակ իրենց տեղն ունենալ։ Չի կարծում, պարոն Հայրիկյանը կօգտվի սահմանադրության իրեն ձեռած հնարավորությունից, դիմել սահմանադրական դաշտին հետաձգելու իրիկություն։ Ու տեսնելով նրա առողջական վիճակը, տեսնելով այն մարտական ոգի, որ փորձում ենք դրսևորել եւ դա նրան բնորոշ է, կարծում եմ, որ ոչ։ Ենթադրում եմ, որ ընտրություններ հետաձգելու նույնիսկ օբյեկտիվ անհրաժեշտություն չկա։ Դա ինքն էլ համաձայնեք, եթե վիրահատության հաջորդ օրը մարդը քայլում է, նույնիսկ սանուդի սահմանափակում չունի, շփվելու հակում, որևէ սահմանափակում չունի, ինչու՞ չի կարող անկաշկանդ նաեւ շարունակել իր մրցապայքարը, առավելից որ հիմա համաձայնեք Հայրիկյանի ռեյտինգը բարձրանում է։